Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի հայրենակիցներ, իշխանության կանխատեսելի վարքագիծը ընդրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում պատերազմ եւ խաղաղություն հավերժական դիսկուրսն է։ Իշխանությունը սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայության, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով։ Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր ամեն գնով, զիջումներով, պարտությամբ եւ հպատակությամբ թվացյալ կարճաժամկետ խաղաղություն ապահովելու սկզբունքը։ Սակայն հանրային ցուցիչի եւ պրագմատիկ մոտեցման տեսանկյունից քաղաքական ուժը, որի պաշտպանման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիա եւ հարձակումներ է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ։ Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, եւս մեկ հիմնավորում է առ այն, որ սահմանային արկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար։ Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են եւ չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո գործողների վերարտադրման պարագայում չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի, կամ նոր պատերազմի։ Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն եւ ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է եւ օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար։ Իրական խաղաղության բանաձևը պետական շահերն ապահովող անվտանգության եւ դիվանագիտությամբ անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն է, որի ճկունությունը մի կողմից փոխզիջում է ենթադրում, մյուս կողմից ապահովում անհրաժեշտ անվտանգության բարձիկները։ Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից եւ իրական խաղաղություն է փնտրում։ Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից եւ ստի անսահման չափաբաժնից։ Ի վերջո հանրությունը հոգնել է ձեզանից եւ ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների եւ պատերազմի հեռանկարի ուրվագծում։